Բարև ձեզ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում այսօր հյուրընկալել ենք գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարոն Ասիբյանին։ Բարև ձեզ, պարոն Ասիբյան։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Ավարտվում է 2025 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացը։ Այժմ պարոն Ասիբյանը կներկայացնի մանրամասներ, դիտարկումները այս ընթացքում գործընթացի վերաբերյալ, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ինչպես արդեն ասվեց, շարունակում էի բուհերի ընդունելության քննությունների բուհի հայտագրման, մասնագիտության հայտագրման գործընթացի փուլը եւ որը մենք անվանում ենք հայտագրման երկրորդ փուլ, ավելի հին ժամանակներում դա կոչվում էր հիմնական փուլ։ Ինչու այսքան շեշտում, որովհետև գիտեք, հունվար-փետրվար ամիսներին կազմակերպվող միասնական քննությունների ժամանակ դիմորդները բուհ մասնագիտություն չեն նշում։ Երկրորդ փուլից սկսած, այսինքն ապրիլ-մայիսի հայտագրման ժամանակահատվածում արդեն բոլոր դիմորդները պարտավոր են նշել նաև բուհը, մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են նաև հանձնել միասնական կամ ներբողական քննություններ, բնականաբար նաև այդ քննությունները։ Այսօրվա դրությամբ մենք դերևս ունենք 4 օր, ավարտում է հայտագրման գործընթացը մայիսի 10-ին եւ օրեցօր նկատում ենք, որ ամենօրյա դիմորդների թիվը ավելի են շատանում։ Եթե 2024 թվականին, 2025 թվականի հունվարի մենք ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ եւ սա փոփոխական է, ամեն րոպե, ամեն վայրկյան փոխվում է թիվը։ Միայն 7780 միասնական քննություններ հանձնող։ Այսինքն, եթե դեռ 4 օրեր կա, իսկ վիճակագրությունը կամ միտումը ցույց է տալիս, որ գնալով ակտիվանում է, շատերը վերջին օրն են թողում, հետեւաբար այս 12000-ն ավելանալու է։ Չի բացառվում, որ ավելանա եւ շատ նույնիսկ ավելանա։ Բացի դրանից մենք ունենք մեր նրբություն, որ ամեն անգամ, այսօր երկրորդ, երրորդ տարին զգուշացնում ենք մեր դիմորդներին, որոնք չեն կատարում այդ պարզ հասարակ գործողությունը։ Երբ առաջին փուլում հունվար-փետրվար ամիսներին իրենք քննություն են հանձնում եւ երկրորդ փուլին պարտավոր են նշել բուհը եւ մասնագիտությունը, նրանք այդ բուհ մասնագիտությունը չեն նշում, նույնիսկ այլ ասել չեն հայտագրվում եւ ունեցանք նախորդ տարիներին դեպքեր, երբ անձնավորությունը դիմորդը, որը ցանկանում էր ուսումը շարունակել բուհի արկա ուսուցման համակարգում, պարզապես դուրս մնաց, որովհետև երկրորդ փուլում ինքը չէր նշել բուհը մասնագիտությունը։ Իսկ գնահատման եւ թեստավորման կենտրոնում բնականաբար համակարգիչը չի կարողանում ընկալել այդ միասնական քննությունները ինչի համար է ինքը տվել։ Ունենք տարբեր տեղեր, որ կարող է այդ միասնական քննությունների միավորները օգտագործել։ Թեկուզ մեկը ասեմ հեռակա ուսուցման համակարգ։ Այսինքն ես քննություն հանձնում եմ հունվար-փետրվար ամիսներին, քանի որ այդ ժամանակահատվածում ավելի լավ եմ, պարապել ավելի լավ եմ ինձ զգում, հանձնում եմ քննությունը, բավարարում եմ գնահատականներով եւ այլևս քննություն չեմ հանձնում, իմ քննության գնահատականները օգտագործելու եմ հեռակա ուսուցման համակարգում։ Համակարգիչը հասկանում է այդպես, կամ ունենք բուհեր, մասնագիտություններ, որոնք գնահատման եւ թեստավորման կենտրոնի մրցույթային համակարգով չեն կապվում արդյունքները։ Օրինակ Վազգեն Սարգսյան համալսարանը, այնտեղ բնականաբար մենք մրցույթը կազմակերպում է բուհը։ Այդ իսկ պատճառով ես խնդրում եմ, այսօր մենք ունենք 4240 դիմորդ, որոնք ունեն գնահատականներ, նշել են գնահատականները, բայց չեն նշել բուհը մասնագիտությունը։ Հորդորում եմ, պահանջում եմ, նաև խնդրում եմ, որ այս 4 օրվա ընթացքում անպայման ընտրեն բուհը, ընտրեն մասնագիտությունը։ Այլապես նախորդ տարվա նման կլինեն դիմորդները, որոնք դուրս կմնան մրցույթից։
Այսինքն եթե ինքը չի մասնակցում մրցույթին, բնականաբար դուրս է մնում նաև այդ բուհերի ընդունության ցուցակներից։ Չի մասնակցելու մրցույթին։ Հա, այսինքն մենք չենք կարողանում տեսնել ինքը ինչ է ուզում, ինքը իր մտքին ինչ կար։ Եթե չի ուզում, մենք նույնիսկ գիտեք ինչ ենք անում, ավելի ենք պարզեցնում։ Իրենց ուղարկում ենք հաղորդագրություններ իրենց հեռախոսահամարներին, որ դուք ձեր բուհ չեք նշել եւ եթե ցանկանում եք բուսումը շարունակել արկաուսման համակարգում, ապա ընտրեք բուհը եւ մասնագիտությունը։ Ավելին ասեմ, եթե այդ հիմնական մրցույթին իրենք չեն մասնակցում նաև լրացուցիչ մրցույթին, որովհետև տեսեք, այնտեղ գրված է մրցույթից դուրս մնացածները, բայց իրենք մրցույթին չեն մասնակցում, դրա համար մրցույթից դուրս մնալ չեն կարող։ Պարոն Նասիմյան, իսկ հնարավոր է 4240-ը, որ չեն դիմել զուտ նրա համար, որ սպասում են վերջին օրը հասկանան, որ ֆակուլտետներում, որ մասնագիտությունների գծով պահանջարկը շատ է քիչ, այսինքն մանևրելու տեղ լինի։ Այսինքն այդքան էլ չէ, որովհետև 24 ժամյա ռեժիմով իրենք կարող են անընդհատ փոխել իրենց բուհը, մասնագիտությունը, նույնիսկ առարկաները։ Որովհետև այնուհետև եթե բուհը ընտրում եք, մասնագիտություն ընտրում եք, այնուհետև տեսնում եք, որ չգիտեմ, մենք ունենք այնտեղ դիմորդների մասնագիտությունների շարժը, եթե տեսնում եք շարժում ինչ որ խնդիրներ կան, դուք կարող եք փոխել մասնագիտությունը, շատ հեշտությամբ նույն ձևով կարելի է փոխել, նույնիսկ վերջին վայրկյաններին։ Այնպես որ բուհեր դիմորդների մի մասը պարզապես երևի չի իմանում, որ երկրորդ փուլում պարտադիր պետք է նշվի բուհը եւ մասնագիտությունը անպայման։ Այս 12820-ը, որ նշեցիք, սրանց հիմնական մասը ենթադրվում է, որ հունվարին քննությունների մասնակցած անձինք են։ Այո, հունվարին մասնակցածների թիվը ես ունեմ իհարկե, ունենք 7780, որոնք նորից ցանկանում են հանձնել քննություն։ Այսինքն հունվարին այդ մասնակցել են 11600, որից այսօրվա դրությամբ 7780-ը ցանկանում են նորից հանձնել քննություն։ Փորձը ցույց է տալիս, նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ հունվար-փետրվարին հանձնող դիմորդների 80%-ը նորից ցանկանում է հանձնել հունիսին քննություններ։ Գնահատականները բարելավել համար ունեցել ենք դեպքեր, չի բացառում նաև այս անգամ մարդ ստացել է 19.75, ասինքն 0.25 է չի հերիքում, որպեսզի առավելագույն գնահատական ինքը ունենա, բայց 20 ստանալու համար նորից է դիմում, դա իր իրավունքն է, մենք պարտավոր ենք կազմակերպել այդ քննությունը։ Ինչ հետաքրքիր է այս դիմորդների թվի աճը, ինչով եք պայմանավորում։ Հետաքրքիր էր նաև մեզ համար, որտեղ ամեն տարի, տեսեք, այս իմ թվի մեջ 12820-ի նաև ներբողական քննություններ հանձնողներն են, այն բուհերն են ընդունում, որ իրականացնում են մշակույթի, սպորտի, նաև արվեստի գծով մասնագիտական կրթություններ։ Այս բուհերը իրենք են կազմակերպում քննությունները, իրենք են մրցույթը կազմակերպում եւ իրենք են ընդունում իր առաջին կուրսեցիներին։ Եթե այս մարդկանց մենք նաև հանում ենք, որովհետև գնահատման եւ տեստավորման կենտրոնի մրցութային համակարգով չեն իրենք իրենց տեղերը զբաղեցնում, ապա միայն միասնական քննություններ հանձնողների թիվը բնականաբար ավելացել է նախորդ տարիների համեմատ, մի քիչ այստեղ դեր է խաղացել նաև Արցախից եկած մեր հայրենակիցների, դեր են խաղացել, որտեղ ամեն տարի իմ հիշելով Արցախում մոտավորապես 800 հոգի մասնակցում էին տեղի բուհերի մրցույթների։ Իսկ երկրորդ մասնագիտություն ստացող կամ բանակից վերադարձած կրթությունը շարունակող այդպիսի դինամիկա ցուցանիշներ ունեք։ Չէ, չեն կարող ունենալ, որովհետև դրանք մենք սկսում ենք հայտագրումը հունիսի 26-ից եւ ավարտում ենք հուլիսի 1-ին բանակից զորացրվածների համար առանձին ժամանակահատված ունենք, բացի այդ ժամանակահատվածում նաև օտարերկրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտներին է վերաբերում եւ նրանց, ովքեր որ ցանկանում են, որ թեստը թարգմանվի ռուսերեն քննության ընթացքում։ Այսինքն, եթե թեստը պետք է թարգմանվի, թարգմանում են բնագիտամաթեմատիկական թեստերը,
եթե թեստը պետք է թարգմանվի, այս փուլում անկախ նրանից Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունում են սովորում, եթե իրենց ավարտական փաստաթղթում բացակայում է հայոց լեզվի գնահատականը, ապա նրանք դիմում ներկայացնում են հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը, նշելով, որ հանձնում եմ այս քննությունը եւ թարգմանված տարբերակով եմ ուզում թեստը ստանալ։ Շատ լավ, խնդրեմ ձեր հարցը։ 24-ի հունվարի համեմատ 25-ի հունվարի ակտիվությունը խնդրել նշել եւ երբ որ դիմորդներ երկրորդ անգամ են մասնակցում քննություններին, դա ավտոմատ է որոշվում, որ գնահատականն է անցնելու, ասենք առավելագույն թե դիմորդը որևէ տեղ պետք է նշի, որն է պահպանում։ Չէ, տեսեք, նայեք, եթե հունվարին եւ հունիսին հանձնել է միևնույն առարկայից քննություններ, իսկ մենք ունենք նաեւ տարբեր առարկաներից հանձնող քննություններ, եթե հանձնել է միևնույն առարկայից քննություններ, հունիսին, այսինքն ապրիլ մայիսին հայտագրման ժամանակահատվածում, որ եթե բացում է մասնագիտություն եւ այդ մասնագիտության համար ինքը արդեն ցույց է տալիս էկրանին ընտրել առարկաները, ընտրեց այդ առարկաներով է մասնակցելու մրցույթին։ Եթե այդ առարկաներից ունի ներողություն ավելի բարձր գնահատական, քան հունիսի գնահատականն է, բնականաբար ավելի բարձր գնահատականն է կրկերցնում։ Պատուհանիկները հանձնում են, պահպանում են, որովհետև շատերը հարցնում են, ասենք, եթե գրում եմ, հանձնում եմ, սեղմում եմ դա, բային գնահատականները հունվարի։ Եթե ինքը, այն ամենայն ինքը հանձնում է, չէ, եթե ինքը գրում է հանձնում եմ, ապա ավտոմատ ինքը իր էկրանին տեսնում է նաև նախորդ գնահատականը։ Այդ հանձնում եմ մոտ, մասնակի առարկայի մոտ ցույց է տալիս աչանկյունում, ցույց է տալիս նաև հունվար-փետրվարին կամ անցյալ տարվա իր գնահատականը։ Նույնիսկ եթե երկրորդ անգամ քննություն հանձնի եւ ցածր լինի հունվարից, համակարգը անպայման համակարգ ընտրելու առավելագույնը։ Այսինքն մեր բազայում արդեն այդ գնահատականները կան, եթե նույն առարկայից միևնույն դիմորդը ունի երկու գնահատական, համակարգ ընդունում է առավել բարձր գնահատական։ Համեմատությունը հունվարների մինչև 24-25 ակտիվությունը ավելի շատ դիմորդներ ավելի քիչ։ Տեսեք, 23 թվականին ավելի քիչ, շատ ավելի քիչ, որ 24 թվականի մի քիչ մեծ, բայց 25 թվականը բոլոր առումներով ավելի բարձր էր թիվը, որովհետև տեսեք, այսպիսի բան մենք չենք ունեցել 25 թվականի հունվար-փետրվարին, ունեցել ենք 11608 դիմորդ։ Տարվա եղանակով պայմանավորված, գիտեք, ինչ որտեղ նաև դժվարություններ ենք ունենում քննական կենտրոնները ընտրելու, որտեղ եթե ասեմ հունիսին կամ հուլիսին քննական կենտրոնների ընտրելը ավելի դյուրին է լինում, տարածքներ ենք ընտրում պարզապես ավելի մեծ կամ միջին, ապա արդեն հունվարին անպայման պետք է լինեն այն տարածքները, որտեղ ջերուցվում են, որտեղ տաք է ուսանողները, դիմորդները կարողանան արդեն հարմարեցված սենյակներում գրել իրենց գրավոր աշխատանք։ Եվ մենք այդ ժամանակ հունվարին ունեցանք 50 քննական կենտրոն, որ գնահատական թեստավորման կենտրոնի պատմության մեջ այդքան թվով քննական կենտրոններ մենք չենք ունեցել, թե ամռանը եւ թե ձմռանը։ Պարոն Ասիպյան, եթե այս փուլում հնարավոր է, կարող եք ներկայացնել, որ մասնագիտություններն ու որ բուհերն են պահանջված։ Չէ, ճիշտ ասած չեմ նայել, որովհետև գիտեք, մենք ունենք այդտեղ շարժեմ։ Եվ դիմորդները, եւ ծնողները, եւ տատիկ-պապիկները մտնում եւ նայում են այդ շարժը եւ տեսնում։ Չենք նայել, ճիշտ ասած, որովհետև դա ես կուզենայի ամփոփման ժամանակ, ասենք, եւ այնտեղ ամսի 10-ին ավարտելուց հետո մենք արդեն ամփոփում էինք եւ այդ ժամանակահատվածում արդեն հստակ տվյալներ կարող եմ ես ձեզ ասել, որովհետև տեսեք, եթե ես իրենք են տեսնում, եթե ես հիմա ինչ որ բան ասեմ, կդառնա ինչ որ բանի գովաստ։ Հասկանալի։ Իսկ եթե նախորդ տարվա միտումները հիշեցնենք, ամեն դեպքում ինչ միտում կար, էլի տնտեսագիտական, IT ոլորտի մասնագիտություններն էին պահանջված։ Տեսեք, ինչ կատարվեց, այդքան էլ մեծ չեն մրցույթի դիմացինը, մրցույթը բարձր չէ, որովհետև հատկապես տնտեսագիտական մասնագիտություններ բուհերում շատ են։
եւ միջինից բարձր գնահատականներով կարողանում են ընդունել տնտեսագիտական մասնագիտություններ։ Ազնվությունը ստիպում է ասել, որ մրցույթը կայանում է իրավագիտության, բժշկության, IT ոլորտում։ Մնացած ոլորտները այդքան բարձր չեն մրցույթի միավորները։ Շատ լավ։ Եվ ձեր նախապատրաստական աշխատանքներին անդրադառնանք, որքանով եք պատրաստ եւ նշեցիք, որ վերջին օրերին դիմումների այսպես ավելացում է նկատվում համակարգը պատրաստ է դիմակայել այդ հոսքին թե ոչ եւ ինչ նոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ եք կիրառելու քննությունների ընթացքում վերահսկողությունը ավելի լավ իրականացնելու համար։ Միշտ էլ վերահսկողության համար մենք ճիշտ ասած ամեն տարի փոփոխություններ ենք անում։ Նույնիսկ մեկ անգամ ես ասել եմ, զգուշացել եմ, որ ունենք մարզեր, ունենք քննական կենտրոններ կամ ունենք տարածաշրջաններ, որտեղից մենք ստանում ենք թարմ, այսպես ասած, գնահատական փախցնելու օրինակներ։ Եվ դա քննարկում ենք հաջորդ տարվա համար եւ հաջորդ տարի սկսում ենք մտածել այդ արատավոր միջոցառման դեմ առնելու համար։ Բացի դրանից դուք գիտեք, որ մենք ունենք նաև այդ ինչ սարքերը, հայտնաբերող մետաղավորսիչ սարքերը եւ այդ մետաղավորսիչ սարքերի միջոցով կարողանում ենք հայտնաբերել հեռախոս, կարողանում ենք հայտնաբերել ականջակալներ, բայց մենք ունենք մի փոքր, ասենք թերացում կամ մենք կամ մեր համակարգը, որ տեսեք հեռախոսներ կամ այդ սարքերը իրենք տեղավորում են այնպիսի տեղեր, որ դու քեզ թույլ չես տալիս ստուգել։ Եվ բնականաբար այդ իսկ պատճառով հնարավորություն։ Իհարկե նույն գործողությունը մենք կարողանում ենք անել քննասենյակներում, երբ տեսնում ենք, որ դիմորդը անհանգիստ է, նույնը կարողանում ենք անել, բայց կրկնում եմ, այդքան էլ հաճելի չի լինում մեզ համար այդ ձևով հայտնաբերել այս կամ այն հեռախոս։ Եվ ձեր հորդորը դիմորդներին ու ծնողներին։ Խնդրում եմ քննությանը ներկայանալ առանց այդ սարքերի, զգուշացնում ենք, որ հեռախոսները եւ այդ սարքերը թողնելու են ոչ թե քննասենյակներում, այլ քննասենյակից դուրս դպրոցի ինչ-որ մի հատվածում եւ որի համար գնահատման եւ թեստավորման կենտրոնը բնականաբար պատասխանատվություն չի կրում։ Բացի դրանից կհորդորեի, որ իրենք ներկայանան հենց քննական կենտրոն առանց այդ հեռախոսների։ Հաջողություն եմ մաղթում մեր բոլոր դիմորդներին, կհանդիպենք հունիսյան քննություններին։ Շնորհակալ եմ շատ, ձեր գործային հաջողություն հավատալու։ Շնորհակալ։